Մարդու ուղեղը ի վիճակի է պահելու հազարավոր դեմքեր, ըստ հետազոտությունների միջին վիճակագրական մարդը կարող է հիշել մոտավորապես 5000 մարդու դեմք, բայց մենք չենք հիշում մեր 6-րդ հարկի հարևանի անունը, ում արդեն 5 տարի ամեն օր բարևում ենք վերելակում։ Սա է հիշողության հանելուկային աշխարհը եւ հենց այս լաբիրինթոսում մենք փորձելու ենք այսօր բացահայտել մեր հյուրերի ուշադրության աստիճանը։ Բարի երեկո, դուք դիտում եք հիշաչար երեկոն առաջինի եթերում։ Հաղորդման ժամանակ հյուրերը պետք է հիշեն ամենատարբեր մանրամասներ, տարեթվեր, փաստեր, իրադարձություններ, որոնք լսվում կամ տեղի են ունենում հենց նկարահանման ընթացքում։ Իսկ համահաղորդավարը շոուի ընթացքում կատարվող իրադարձություններից հենց տեղում կազմում է հարցեր եւ տալիս հյուրերին, ինչով էլ ստուգում է, թե ինչքան ուշադիր են նրանք։ Ամեն փուլում մասնակիցները ստանում են միավորներ, ամենաշատ միավոր վաստակացյուրը դուրս է գալիս սուպեր եզրափակիչ։ Հիշաչար երեկո կրկին 5 շաբթի կրկին հրաշալի հյուրեր, կրկին հրաշալի համահաղորդավար Նորայրը Նիկոյան նույն ինքը Նորոն, թույլ տվեք այսօր այդպես անցած հաղորդմանը Զարուհի Բաբայանի թեթև ձեռքով դու Նորիկ էիր դարել, բայց վերջ, էլ Նորիկ չենք ասում քեզ, Նորիկ չենք ասում։ Ձեր շատ Նորիկ ասեցի այսօր։ Նորոն, այսօր էստեղ է նոր ջան, ոնց ես։ Հրաշալի, իդեպ, որ դու ասցիր չես հիշում մարդկանց անունները, իսկ ես հակառակը, անունները հիշում եմ, դեմքերը չեմ հիշում։ Այսինքն անունները հիշում ես։ Տես օրինակ մեր հարևաններից, ասենք 2-րդ հարկում ապրող Արմենին գիտեմ, չգիտեմ, 6-րդ հարկում Սարգիսն ու Լուսինեն, 8-րդ հարկում ընկեր Սաֆարյանն է մեր ռազմագիտության դասատուն, այ բայց որ դեմքով տենում եմ, չեմ ճանաչում։ Բարևը չեմ տալիս։ Հա դրա համար, որ ինձ դուրսը տեսար, այն օրը չբարևեցիր։ Չէ, դե քեզ քո հետ աշխատում եմ, ամեն օր տեսնում ենք իրար, ոնց կարամ քեզ դեմքով չճանաչեմ։ Ուղղակի չբարևեցի, չուզեցի քեզ բարևեմ։ Շատ լավ ընկեր ես դու։ Իհարկե։ Դու լավ մարդ ես։ Դու ավելի լավ մարդ ես։ Ես քո մարդը չէ, դու ավելի լավն ես։ Քո մարդը դու ինձ շատ ես ապրել, հասկանում ես։ Լավ։ Այսօր մենք հրաշալի հյուրեր ունենք, ես առաջարկում եմ մի հատ իմ ու քո գլխավորությամբ ծափարենք մեր հյուրերին։ Այո, աստղային հյուրեր, ես կասեի 2 աստղային հյուրեր, ովքեր թողած իրենց փորձերը իրենց զույգերին, կարելի ասել նաև, այստեղ են իրենց երեխաներին, նաև տանեցիներին, բոլորին թողած մարդիկ անկեղծ շաբաթներ շարունակ առաջին եթերում պայքարելու են միմյանց հետ, իմ ասած բարի շփվում են, բայց ամենտես մարդկանց ամեն ճանաք որ մրցեն իրար այդ հասկանում եք, ոչ միտեղ հանգիստ չեն։ Մաշա Մնջյանը, Սիմոնը, Լիլի Էլբակյանը այստեղ են, իսկ այդ նշանակում է, որ ինչ-որ ուրիշ տեղ, ուրիշ հաղորդման հյուրեն Արմուշը, Սոնա Եսայանը ու Նեբրայից մանը։ Ոնց եք, լավ եք ժողովուրդ ջան։ Ընտիր։ Հրաշալի երեկո ենք մենք այսօր ունենալու, ստուգել ենք ձեր հիշողությունը, բայց մինչ այդ իհարկե մի քանի փաստեր մեր հյուրերի մասին ումից սկսենք, իհարկե սկսենք Մաշա Մնջյանից, եկեք ծափարենք Մաշային։ Մաշա Մնջյան, երբ հայտարարեցինք, ինչ-որ միտեղից սպասում ենք, որ Արմուշը պետք է գար սկսեր երգել, բայց այսօր համոզեցին բժիշկները Արմուշին, որ պետք չի երգել, այսօր պետք է թեթև լինել։ 1995 թվականի փետրվարի 7-ին Գյումրիում լսվեց երեխայի ձայն։ Բժիշկները միանգամից հավանեցին աղջկա հիանալի ձայնը, սեղմեցին կոճակը եւ պտտվեցին։ Ծնվեց Մաշա Մնջյանը։ Բժիշկները երկար էին համոզում Մաշային, որ նա ընտրի իրենց մասնագիտությունը, բայց Մաշան ասաց, որ հարգում է բոլորին շատ սիրում է, բայց ընտրում է երգչու կարիերան։ Մաշայի սիրելի առարկան դպրոցում եղել է աշխարհագրությունը, բայց մինչև Ավստրալիա գնալը չի իմացել այդ երկրի գոյության մասին։ Սա ճիշտ ինֆորմացիա է։ Արդեն բարձր որ արյու։ Պատահաբար գնացել է։ Արդեն շատ վատ է։ Չէ, իհարկե գոյության մասին գիտեի, բայց շատ չէր հավատում որ կա։ Չէ, չենք հավատում։ Լսել էինք, երբեք չենք տեսել։ Բայց դու գիտես, որ YouTube-ում շատ մեծ դիտումներով վիդեոներ կան, որ կան թեորիաներ ու մարդիկ, ովքեր չեն հավատում Ավստրալիայի գոյության մասին։ Կամ որ երկիրը կլոր։ Ես վառ օրինակ հիմա ես վառ օրինակ։ Չէ, դու այնտեղ ես ապրում։ Այնտեղից եկած։ Անկեղծ եմ, ես երգում եմ սա հումոր չի։ Լիքը մարդիկ կան, որ գիտականորեն փորձում են ապացուցեն, որ Ավստրալիան դա տաղավար է, որ մարդկանց խաբում են իրականում, ինքնաթիռը լրիվ ուրիշ տեղ է գնում ու այդ ձևի տեղ ինչ ես նայում դու ուզում եմ հասկանալ YouTube-ում ինչ ես։ Ես YouTube-ում ման գալիս է։ Սապեր գրում։ Բայց ես ուր եմ գնում։ Հայտնի եմ ապրում։ Տաղավար։ Միշտ շոուի մեջ եմ, ես միշտ մասնակցում եմ ինչ-որ։ Եվ այսպես 2000 թվականից մինչև 2008 թվականը Մաշան երգել է Դեղցանիկ մանկապատանեկան համույթում, որտեղ եղել է ամենափոքր դեղցանիկը։ Մաշան ուսանողական տարիներին որոշում է լքել երգարվեստը եւ դառնալ դեղագետ։
Արամեն Պետրի հակառակն ես որոշել անել։ Բայց հասկանալով որ չի ցանկանում դեղատանը տատիկներին երկար բացատրել, որ այդ դեղի գերմանական փոխարինողը ավելի լավն է, որոշում է վերադառնալ իր գործին։ 2013 թվականի ապրիլի 3-ին Մաշան հաղթում է Հայաստանի ձայնը մեգա նախագծում եւ ստանում է նվեր, հեռախոս եւ Հայաստանի ձայնը ճիշտ է, չէ՞ ինֆորմացիան։ Ու ուշադրություն Հայաստանի ձայնը այդ պայից սկսում է ունենալ նորմալ ձայնով հեռախոս։ Իդեպ Մաշա Մնջոյանը գրիկ մասնակցել է նաև Ավստրալիայի ձայնը նախագծին, այնտեղ չգիտեմ ինչ են տվել, երևի կենգուրու, չգիտեմ։ Կենգուրուերն են, կենգուրով են խոսում։ Եվ այսպես եկեք ծափարություններով դիմավորենք մի մարդով ապացուցում է, որ Գյումրիում միայն ծանրամարտիկները չեն, որ ծանր քաշեր են կարողանում բարձրացնել, նաև ծանր ձայնով երգչուհիներ կան։ Հայաստանի ու մի քիչ էլ Ավստրալիայի ձայն, Մաշա Մնջոյան, եկեք Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հարցնեմ քեզ, անկեղծ կարող է շատ են քեզ հարցել, բայց մենք չգիտենք, նորային որ ընդհանրապես շատ այդական, ո՞նց որոշեցիք։ Գնում եմ Ավստրալիա, ո՞նց եղավ այդ որոշումը։ Նախ առաջին անգամ հրավերով եմ եղել այնտեղ Ֆորշի Մուրադ Մալխասյանի հետ համերգներով ելույթ ունեցանք, որը կարծեմ 15 թվականն էր, 2015 թվականը առաջին անգամ ես տեսա այդ տաղավար երկիրը։ Աղավար տոնը։ Հիանալի, շատ լավն է, այդ լույսերը լավ է դրած։ Միշտ արևա։ Իրականում շատ տարբերվող, շատ պայծառ, շատ լուսավոր երկիր է, հատկապես այն քաղաքը, որտեղ ես եմ ապրում, Սիդնեյը, շատ գեղեցիկ է ու կարծես առաջին անգամվանից հետո արդեն ինչ-որ sense յուրահատուկ սեր առաջացավ ինձ մոտ այդ երկրի հանդեպ, հետագայում նորից տարիներ շարունակ եղան համերգներ, որ ես մասնակցեցի եւ հաջորդ տարին 16 եւ 17-ին բարդացնում եմ ձեր գործերն երեխեք։ Բնակչության թվերն հարցնենք ամեն քաղաքի։ Ձեթը ինչքան է, ձեթը։ Ձեթ մինչև այսօր դեռ Ես ձեթն շատ է հետաքրքրում, ասած հավաքանել չեմ գնել, իմ հետ տանում եմ հայկական Դեպ ես Ավստրալիայում ես չեմ եղել, բայց Ավստրալիայի հետ կապված ամենահետաքրքիր բանը տեսել եմ Ավստրիայում, Ավստրիայի ամենահայտնի խորհրդանիշները, որտեղ ամեն քայլափոխին օդանավականից վաճառվում է, Ավստրիայի ցանկացած տեղ վաճառվում է այդ իրենց կարգախոսը, որ Ավստրիայում կենգուրուներ չկան, այսինքն տանի ընթացքում անգամ մարդիկ են գնացել մագնիսների, շապիկների, ամենտեղ կա այդ Լիքը մարդ գնացել է Ավստրիա, ուզեցել է կենգուրու տենա, մարդիկ հենց օդանավականից ասում են սխալ եք եկել։ Ասեմ նաև Մաշային զանգել։ Երբեք իմ հետ չի եղել, բայց լսել եմ շատ պատմություններ, որ Ավստրիայում կա բաժին, չգիտեմ հենց աերոպորտում թե աերոպորտից դուրս, այն կորած բոլոր մարդկանց, ովքեր Ավստրալիա են մեկնում, բայց հայտնի ինֆորմացիա, դա ճիշտ գիտես։ Դաժան է, իմ հետ դեռ չի եղել, բայց շատ ծիծաղելու կլիներ, որ մի օր տենց դեպքեր իմ հետ լինի։ Մաշա Մնջոյան, եկեք ծափարենք։ Եվ անցնենք փոքրինչ ավելի աջ Սիմոն, եկեք ծափարենք Սիմոնին։ Մարտով մեզ նման Ավստրալիայում դեռևս չի եղել, բայց 1994 թվականի օգոստոսի 9-ին Հրազդան քաղաքում ծնվեց միակ Մայքլ Ջեքսոնի երկրպագու Սիմոնը, ով ծնվել է Հրազդան քաղաքում։ Իդեպ վերջին անգամ նման բան ասել ենք նաև Երանոսյան Ռաֆոին, ինքնել ոնց որ նույնը Լենուղիում էր արել։ Դպրոցում Սիմոնը շատ ակտիվ եւ գեղեցկադեմ տղա եղել, նրան անգամ ընկերները ասում էին Սիմպոն։ Բարախաղն է, Սիմոն։ Որ Սիմոնը Սիմպոն։ Այդ տղա Սիմպոն։ Սիմոնը միշտ երգել է, պարել է ու ժամանակ չի մնացել սովորելու, դրամարել լավ չի սովորել, բայց ունեցել է սիրելի առարկաներ անգլերեն եւ պատմություն։ Հավանաբար շատ կսիրել նա Անգլիայի պատմությունը։ Իսկ ինչ չի սիրել մաթեմատիկա, քիմիա եւ ֆիզիկա առարկաները եւ անգամ Սիմոնի մայրը, ով ծանոթ էր ուսուցչուհիների հետ, խնդրել էր նրան չկանչել գրատախտակի մոտ եւ Սիմոնը 10 տարի այդ առարկաների ժամանակ ամբողջ դասի ժամանակ նստած է մնացել։ Այո։ Ինչ հպարտ ասում այո։ Ամեն ինչ ճիշտ է, այո։ Ես օրինակ կենսաբանություն եմ։ Կենսաբանությունում ծանոթում էի։ Ասել էին տանեցիների, ես չէի գնում կենսաբանության դասերին։ Հիմա հակառակն եղա անկեղծ, տատիկս էլ, հորաքույրս էլ դպրոցում էին աշխատում, բայց իրանք ասել էին, որ հենց ինձ կանչեն անընդհատ։ Դպրոցում Սիմոնի սիրելի դասղեկը եղել է Էմմա Ստեփանյանը, քանի որ իր ընկերոջ մայրն էր։ Սիմոնը ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան կաշվե եւ մորթու մշակման բաժին, բայց ցավալի փաստ կամ ուրախալի Սիմոնը չի ավարտել համալսարանը պատճառաբանելով, որ հետաքրքիր չի։ Ճիշտ է սա։ Հետաքրքիր չի։
Չեմ ուզում դասին ասեմ, չեմ ուզում, բայց ինչի էր ընդունվում, եթե հետաքրքիր չի։ Չգիտեմ, ճիշտ ասած եմ, որ Սիրուն էր հնչում։ Չէ, ծնողներս էին ասել ինչ որ տենց ընդունվի, տենց իրանց համար երևի տենց ընդունվել է, տենց մի հատ բան էր, բայց ինձ ավելի շատ երգը, պարը ավելի շատ է ուղղորդել, քան օրինակ, չգիտեմ, Կաշվին եւ Մորսին։ Սիմոնին, բայց գուցե շատ է օգնել այդ բաժնում որոշակի չափ սովորելը, որովհետև իր ելույթների ժամանակ նա կրում է իր գիտելիքները կաշվից եւ մորթուց վերամշակված հագուստի տեսքով։ Սիմոնը ունի զույգ տղաներ եւ տղաները Սիմոնին չեն ասում պապա, այլ հիմնականում ասում են այ պապա է պայ։ Դա այն երգն է, որով Սիմոնը ներկայանում էր դեպի Եվրատեսիլին եւ դեպի Եվրատեսիլին մասնակցելու համար այդ երգը YouTube-ում ունի 103,000 դիտում եւ 264 մեկնաբանություն, որտեղ Սուս Զադոյան անվամբ օգտատերը գրում է այնքան հուսով եմ, որ մյուս տարի Սիմոնը կգնա ու էլի բոմբ երգով։ Ես այս ձև եմ պատկերացնում, որ այս ձև է գրել։ Մենք էլ հուսանք, որ մի օր իրոք Սիմոնը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, իսկ եթե դա տեղի չունենա, գոնե Ագրարային համալսարանը հնարավորություն կտա Սիմոնին վերադառնալ եւ շարունակել ուսումը։ Եկեք ծափարենք Սիմոն։ Եվ մի անգամից Լիլի Էլբակյանին առաջարկում եմ բարձր ծափարենք։ Մի հրաշք ազնվորություն 1927 թվականի Մայիսի 11-ին հիմնադրվեց Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ակադեմիան, դրանից 59 տարի անց 1986 թվականին նույն սիրուն էր, նույն օրը եւ նույն սիրով դեպի կինոն ծնվեց Լիլի Էլբակյանը, մտեք ինչ սիրուն եմ շարում այս նախադասությունները։ Բայց թվերն է շատ։ Ում համար։ Դու հիշում ես ինչ ես ասում։ Լիլին սովորել է Եղիշե Չարենցի անվան 67 դպրոցում, դերասանական տաղանդը Լիլին համեստորեն թաքցնում էր դերասանական տաղանդ չունեցող աղջկա կերպարում եւ չէր խաղում դպրոցական ոչ այնքան հետաքրքիր ներկայացումներում։ Լիլին սովորել է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, սիրելի դասախոսը եղել է Մայիս Ռաֆայելյանը։ Լիլին խաղացել է ինչ տարբերություն թե ում հետ ներկայացման մեջ եւ այն հարցին թե ում հետ է խաղացել այդ ներկայացման մեջ, Լիլին հպարտորեն ասում է ինչ տարբերություն թե ում հետ։ Լիլին խաղացել է բազում հայկական ֆիլմերում, որոնցից են Տաքսի Էլի Լավան, Պոկեր Ռեեմը, Չնչիկը։ Չնչիկ ֆիլմում իդեպ Լիլին նշում է, որ շրջադարձային է եղել ֆիլմը իր համար, Լիլին մոտ 10 տարուց ավել դասավանդել է թատերական ինստիտուտում, իսկ հիմա դասավանդում է մանկավարժական համալսարանում արդեն 20 տարի, լուրջ, որ թվականից։ Ավարտել եմ ու մի անգամ։ Որ թվականից, ես մանկավարժական եմ ավարտել։ Չգիտեմ, որ թվական, չէ, թատերականից եմ տեղափոխվել մանկավարժական։ Որ թվականից ես դասավանդում մանկավարժական։ Ես կարծեմ 2000-ին ընդունվել եմ, 2005-ին ավարտել եմ ու սկսել եմ դաս տալ։ Այսինքն ես ընդունվել եմ, դու դաս եք տալիս։ Հա, դուք մագիստրատուրա, որովհետև դուք մագիստրատուրան եք, չէ՞ եղել։ Դու դասի չէիր գալիս։ Ինստիտուտն էլ եմ սովորել։ Հա, ձեր կուրսին չեմ դաս տվել, ուրիշ կուրս եմ ունեցել։ Դերասանի վարպետություն։ Ռեժիսուրա։ Ռեժիսուրա։ Ինչ ես բան մոտ է ես։ Սիմոնայի կգայի։ Լավ չստացես։ Բայց լավ, շարունակենք։ Լիլին ունի շատ մրցանակներ, օրինակ 2005 թվականին ստացել է արտավազդ մրցանակը Ալդոնսա Դոիլսինեա դերակատարմամբ ինչ? Դուլսինեա։ Դոլսինեա։ Ալդոնսա Դուլսինեա Ալդոնսա Դուլսինեա դերակատարման համար Մարթը Լամանշից լավագույն ներկայացում անվանակարգում 2010 թվականին նորից արտավազդ մրցանակաբաշխություն լավագույն երիտասարդ դերասանուհի ինչ տարբերություն թե ում հետ ջինի դերակատարման համար իսկ կստանա արդյոք հիշաչար երեկոյի մրցանակը այս մեծ դապտին այսօր կստանա թե ոչ Լիլին կիմանանք մոտավորապես 36 րոպեից գեղեցկուհի դերասանուհի եւ միշտ երիտասարդ Լիլի Էլբակյան եկեք ծափարենք բրավո Դժվար է այդ տարիքում դաս տալը, որովհետև դու երևի դաս ես տվել համարյա քո տարիքակիցներին, չէ՞ ժամանակ։ Հա, նույնիսկ ես հիշում եմ, որ ես ամենակոլոտն էի ու ինձ չէին լսում, ես կանգնում էի։ Դասախոսների մեջ։ Կանգնում էի աթոռի վրա, ասում երեխեք սուս մնացեք, որ լսեն։ Սուս մնացեք, որ լսենք, հովես բան եմ ասում։ Հա, հովես բան եմ ասում։ Թռնում ենք դասից։ Ու ամեն անգամ մեր բանը դեկանը մտնում էր, ասում էր իսկ ուրա, դասախոսը ուրա։ Թաթևոսյանը։ Թաթևոսյանը մտնում էր, ասում էր, ես էլ ճղած ջինսերով ես գնում եմ դասին, ասում
եմ սեղանին ծալապատիկ, սենց մտմրցրամ։ Ուրա դասախոսը ասում է, դասախոսը ես եմ։ Ուրա դասախոսը ես երեխան։ Մեկ էլ առաջի դասն եմ հիշում, որ Պարոն Էլբակյանի հետ բան ենք, ասիստենտն է ես, ու ինքը եկավ, սենց ներկայացրեցին, ու սենց արեց։ Դե ես գնացի դասարա, ու ես սենց ասեցի, բայց դու ինձ ասել ես կսովորացնեմ ոնց ես դասալել, ասեց գիտես լողալ ոնց են սովորում, ասեցի չէ, սենց արեց, գցում են ջուրը, ասում են լողա։ Առաջի իմ փորձը դասախոսական է տենց ա եղել։ Այո, գցեցին դեպի բաց դերասանական ծով։ Լավ, եկեք եւս մեկ անգամ ծափանենք մեր բոլոր մասնակիցներին այսօր հրաշալի երեկո եք ունենալու, դուք առաջին ալիքի եթերում դիտում եք հիշաչար երեկոյի 17-րդ թողարկումը, մեր հաղորդումը այն բանի մասին է, որին ժամանակին կարևորություն չենք տալիս, բայց հիմա փնտրում ենք աչքերով, հոտով, երբեմն առանց արդյունքի։ Պատրաստ եք տաք լիմոնով եւ դարչինով թեյ, վերցրեք մայրիկի դարակում խորը պահած քաղցրավենիքները եւ խաղացեք մեզ հետ նաեւ դուք։ Իսկ դուք սիրելիորեն պետք է հիշեք ամեն ինչ կատարվում է այսօր մեզ մոտ։ Ամեն ինչ, անգամ այս բառը ատաղցագործ, որ Մաշան արդեն մոռացավ։ Հիշեք այս ամենը վաստակեք միավորներ, իսկ ամենաշատ միավորներ վաստակացյուրը դուրս կգա սուպեր եզրափակիչ, մեր կանոնները խաղի ավելի հեշտ են, քան տատիկի փչացած հեռախոսի խնդիրը լուծելը։ Եթե պատրաստ եք, մենք անցնենք առաջին փուլին, այս հրաշալի ծափերի ներքո, առաջին փուլի հրաշալի երեկոյում գնանք։ Ցաված արդեն փորձելով հիշել ամեն ինչ։ Ազգագրական ռադիոյի եթերում դուք լսում եք Նունիկ Լալայանի «Սիրուն սիրուց» կատարումը, իսկ քիչ անց կլինի Համիկ Սաֆարյանի «Թատրոնի ժամ» հաղորդումը, որը ի դեպ հոբելյանական 75-րդ հաղորդումն է։ Այդ հաղորդման ընթացքում պարոն Սաֆարյանը կվերլուծի թախիծը եւ նրան կանչում են ներկայացման 12 հերոսների կերպարային գծերի տարբերությունները եւ կպատմի ներկայացման ստեղծման հետ կապված զավեշտալի 7 պատմություն, որից 3-ը կապված են ներկայացման գլխավոր հերոս Ֆրանկի հետ, իսկ հիմա 3 թարմ հայերեն բառ ձեր բառապաշարում. Արթնաբույր, քնքշախառն, սնոտի, օգտագործեք միայն ճիշտ տեղերում։ Ազգագրական ռադիո 278.90 հաճախականությամբ եւ միշտ ձեր սրտերում։ Սրտերում, բայց ոչ մտքերում, էլի։ Ազգագրական ռադիո լսելով մարդ կա, որ եկել է այսօր մեր տաղավար։ Իմանայի կլսեի ինչ է։ Ազգագրական ռադիոն ավելի շատ թատրոնից էին խոսում։ Շատ լավ ռադիո իրականում։ Շատ ազգային ազգագրական ռադիոն ես խորհուրդ եմ տալիս լսել միայն ազգագրական ռադիո եւ մի քիչ էլ մոտ լինենք մեր ազգային նոր ջանք ասես։ Դե ինչ եթե պատրաստ եք առաջին փուլ, առաջին հարցեր, առաջին փուլի ամեն ճիշտ պատասխանը ձեզ կտա ընկերներ 100 մեգաբայթ, ինչի մեգաբայթ, որտեվ սա հիշողության շոու է, մեգաբայթերով ենք հիշում ամեն ինչ այս կյանքում 21-րդ դարում։ Մաշային առաջին հարցը պատրաստ ես Մաշ ջան։ Нет։ Այդ նշանակում որ մենք սկսում ենք որտեղ մեզ բացարձակ չի հետաքրքրում դու պատրաստ ես թե չէ։ Առաջին հարցը, քանի մարդու դեմք է ունակ հիշել մարդու ուղեղը։ Պատրաստ ճիշտ հարցը կարաս լսես։ Ոչ մի ավել բան չի որ ես հիշում Ես նորանա որ չասի արագ։ Միակ բանն հիշում է։ Հեսա մոռանում Ես գնացի 5000 ճիշտ է 100 մեգաբայթ Մաշան։ Սիմոնին հարց։ Նշեք Նորոյի հարևաններից գոնե երկուսին։ Արմինե, Այդ տղա էր բայց։ Այդ Ոչ կլներ եթե տղա լիներ։ Դու Նորոյից կողքի շենք գնացիր։ Նորոյին շենքում։ Լեմյուստային ասա կարող է երկու հատ ճիշտ լինի։ Երկիչի ազգանունն է մեկը։ Չէ, մի իբր բարի եք։ բայց մի րոպե Արմինեն իրան շենքից, չէ՞։ Արմինը չկար։ Արմինը չկա։ Լավ Արմինեն եթե տղա լիներ, ոնց կլներ մի քիչ sense։ Մի հատ ինչ հուշեցիր, խնդրում եմ։ Դու ոնց էիր հուշում։ Ազգանուն էր հուշում։ Գրիգոր չէ։ Չէ, բայց ինչ էիր հուշում։ Երկիչի ազգանունն է հայ։ Սաֆարյան։ Հայաստանում ցանկացած ազգանով երկիչ կա։ Բայց կարող է տենց ինքը Ես առաջարկում հետ հաշվարկ Հետ հաշվարկ Նորո։ 3 Բայց խնդրում եմ, հա Լիլի ջան, վերջացրու։ Հա, դասախոս ես։ 2 Լիլի ջան։ 1 3 2 1 պատասխան Սիմ ջան։ Գրիգոր չէ։ Ինչ ասես։ Գրիգոր։ Արմենը երկրորդ հարկի, Լուսինեն, Սաքոն, Սաֆարյանը։ Սաֆարյանը բժիշկն է, բժիշկն է։ Բայց էլի Արմենը 0 մեգաբայթ առայժմ Լիլի։ Մեր խաղի կանոնները ավելի հեշտ են, քան ինչը։ Քան տատիկի փչացած հեռախոսը։ Հեռախոսը։ Խոսի ինչը։ Հեռախոսի մարդկոցը, հա։ Ոնց մարկոց։ Տատիկը հեռախոսը տայսես մտած։ Բայց հիշում Ինչ չէ, արա, տատիկի լոգիկան։ փչացած հեռախոսը ֆրազը
Այդ բառը չեմ հիշում։ Տատիկի ինչ կասես։ Մենք հայկականորեն ավելի շետ ենք, քան տատիկի փչացած հեռախոսի։ Ինչը։ Բայց կախելա։ Չունենք։ Լավ, Չունենք պատասխան։ բայց հիշում եմ, չէ՞, տատիկի։ Քան տատիկի հեռախոսի խնդիրը լուծելը։ Պետք է բառացի հիշել։ Բա իհարկե, հարց մաշային, որոնք էին Սիմոնի սիրելի առարկաները դպրոցում։ Սիրելի առարկաները։ Ես հիշում եմ։ 5000։ Մի րոպե, չէ։ Մի րոպե։ Լիտերատուրան։ Լիտերատուրա դա նույն ինքը կերպարվեց, այո։ Ոչ, գրականությունը չէ։ Օ, մի րոպե։ Մի րոպե հուշեց Սիմոնը, հա։ Բացարձակ չի հուշել, բայց լավ հուշել է։ Նա երբ որ այսպես դեր դեմքերը իրար դիմաց են, շատ բարձր։ Անգլերենը եւ պատմությունը Ես չեմ կարող չընդունել ճիշտ։ Այո, հուշել ասել։ Թող չհուշեին։ Ինքը անգլերեն էր երգում, բայց հո պատմությունն էլ չասել։ Բարի են։ Ճիշտ պատասխան 100 մեգաբայթ, լավ։ Շնորհակալ եմ։ Հարց Սիմոնին, որ դպրոցն է հաճախել Լիլին։ Թիվը կամ ում անվան։ Հեշտ է, բայց Որ դպրոցն է ավարտել։ բանաստեղծահայ, հայտնի։ Եղիշ Եղիշը Չարենց։ Կարևոր է էլի առանց ուշելու Սիմոնը 100 մեգաբայթ։ Հարց Լիլին 2000-ից մինչև 2008 թվականներին որ մանկապատանեկան համույթում էր երգում Մաշա։ Ահա։ ամենափոքրն էր։ Տատիկի։ Չէ, տատիկ էլ չէր մի վարքյան։ Միրգ։ Կասեմ։ Դու գիտես այդ միրգ, հա։ Բայց այդ պահին ուզում էի ֆիքսեի։ Ծոխակներ, չէ։ Ինքը էլի տենց ձայնով Ծոխակը ճունա։ Բայց նաև մրգի սկզբով է սկսվում իր անունը։ Ես դաշկում հաշվում եմ, որտեղ հուշումները շատ էր արդեն։ Տատիկը ինչ է խմում։ 2 Դրա կամպոտն Ինչի է։ կամպոտն է Պատասխան։ Տատիկի կամ Որ կամպոտ։ Նայ, հուշում եմ, այն որ sense կամպոտա պատկերացի, հա։ Արդեն տարվեն։ Ես չեմ Տարայով կամպոտա, մտցնում ես որ վերցնես իրան, բայց չի դուրս գալիս։ Սղում է։ Մրգով եք Եթե ուզում ես բացատրում։ անես ձեռդ իրան թողես։ Մրգով եք բացատրում։ Ես պարտ ասել եմ սոխակ, եթե սոխակ չի մետ ուրիշ երկող թռչում։ Երեք, երկու մեկ։ Չէ, տարվում է։ Նայ։ Ով եմ։ Դե լավ։ Ագրավ։ Աչկա պատասխան։ Սագրավ։ Ես սագրավ։ Զերո Դերցանիկ։ Դերցանիկ։ Ես ասել եմ, չէ՞ որ Հարց հիշողություն չունեմ։ Մաշային, որ ֆիլմերում է խաղացել Լիլին մեր թվարկածներից նշիր գոնե երկուսը։ Հա, պոկերը։ Ամբողջական Յո։ անունը։ Պոկեր ինչ։ Պոկեր։ Կետ ինչ։ Օնակալներ poker.ru ըստ քեզ Հայաստանում։ Poker.com, չգիտեմ, ինչ կարող լինի։ Ավելի հայկական։ Ավելի հայերեն։ AM։ Poker Poker AM, ախր հիշում էի, մի րոպե։ Այս չեմ կարող հիշեմ, ներողություն։ 3 Ագենտ 2 1 Ընտրեմ։ Ասա նոր։ Տաքսի էլի լավա, պոկերը եմ, չնչիկ։ Հարց Սիմոնին եւ այսպես որ թվականին է Մաշան ախտել Հայաստանի ձայնը նախագծում։ Հայաստանի ձայն։ Այդ չեմ հուշի, որովհետև այդ տիման սախրտու։ Այդ անգելի։ Խնդրում եմ պատտվիր։ Այդ պետք է քնից sense հանես, ասես որ թվականին ասես։ Եթե ճիշտ ասի կպատտվես, Մաշճան։ 2000-ը ճիշտ է։ Նա 2000 պետք է լինի այս լոգիկայի։ 2010-ը 19-ը։ Այդ էլ լավ է սկսե։ Մնացել է մի հատ թիվ։ Մաշա։ Ոչ։ Մաշա, բրավո։ Այն ոնց էր ուշում այդ մենակ ես տեսա։ Մորզեի այբուբենո։ Չէ, չունենք ճիշտ պատասխան։ Սենց է յանում։ 2013։ Այնով է, ես միշտ։ 2013-ին է։ Բրավո։ Դեսավ տարբեր չկա։ Չարժում ենք ոգեր, հետո կոգեր։ Երեք հատ հարվածել ուզում էի 2013։ Ոբշե չեմ։ Ճիշտ պատասխանը հարց Լիլին, ով էր Սիմոնի սիրելի ուսուցչուհին։ Իրանց ընկերոջ Անուն ազգանուն։ Օ ընկերոջ մաման էր, բայց չեմ հիշում։ Փորձի։ Աշխեն։ Չէ։ Էմա։ Ահա։ Այն մյուսը չես ուշում, всё։ Մանուկյան։ Յան։ Տենց կարելի ասել։ Սիմոնյան։ Սան ճիշտ էր, բայց պատասխան չունեմ։ Սն ճիշտ էր։ Սաֆարյան։ Ստեփանյան, Էմմա Ստեփանյան։ Հարց Մաշային։ Ում երկներ ընչում ազգագրական ռադիոյում։ Խշխշում էր ռադիոն, բան չեմ լսել։ Ռադիո է։ Լավ չէր կապը, մի րոպե։ Այո, Լալայան, Սոսի Լալայան, թե Ոչ։ չգիտեմ ինչ Լալայան։ Ինչ Լալայան։
Ինչ լալայան։ Կարճ անուն է, չէ՞ կրկնվող սենսացիաներով։ Այո։ Սոսի։ Չէ։ Հետ հաշվարկ նորո 3 Լոլիկ։ Լոլիկ են։ Ինչ-որ տես գորեր։ Պոմիդորո։ նախաճաշ է։ Սոսիկ։ Չէ, 3 2 1 չունեք պատասխան։ Գալիկ։ Նունիկ լալայան։ Նունիկ Օրինված իհարկե երկչույի է։ Օրինված շատ հայտնի երկչույի։ Այ ես վատ էի արդեն ասում լոլիկը։ Չէ, պետք չի ասել։ Նունիկ լալաևն է։ Նունիկ լալայան։ Օրինակ ենք, ասենք օրինված շատ հայտնի երկչույի։ Այո, օրինված աշխարհի Օսկարակիր։ Օրինված ամենալավ հայ երկչույին։ Հարց Սիմոնին, որ հաճախականությամբ էր հեռարձակվում ազգագրական ռադիոն։ Ես բացեմ թողը։ 100-ով էր հաճախականություն։ Ավելի բարձր։ Կարաս օրինակ հետ հաշվարկը սկսես 2 7 8 9 0։ 0 Ասեց սակտվել 278.9 կամ 90 հաճախականությամբ եւ այս փուլի վերջին հարցը Լիլին ինչ էր թախիծը երբ նրան կանչում են ներկայացման գլխավոր հերոսի անունը։ Ինչ։ Բա Թախիծը։ ռադիոյով չես լսել, մարդիկ խոսում էին։ Ֆաուստ ասենք։ Չէ։ Ֆեդերիկ։ Եթե Ֆաբրիցիո։ եվրո չլներ ուրիշ փող լիներ, ասենք մինչև եվրոն ինչ փող կար, կհիշես։ Ֆրանկ։ Փարիզում կար։ Ֆրանկ ասեցի։ Ասեցի։ Չէ, բաբա։ 100 մեգաբայթ Լիլի Էլբակյան։ Այս չեն կարա չուշենք, մի գրեք, ինչի եք ուշում։ Համամի ուշքի արի Լիլի։ Ուշքի արեք։ Եվ առաջին փուլը ժամանակն է ամփոփենք միավորները եւ այսպես Մաշամնջան 200 մեգաբայթ։ Սիմոն 100 մեգաբայթ եւ Լիլի Էլբակյան 100 մեգաբայթ։ Այսպես ուրախ տրամադրությամբ ասում ենք երկրորդ փուլին, որտեղ էլ հուշել չկա վերջ։ Վերջ։ Այ քեզ բան։ Շելակոչ։ Եկանք երկրորդ փուլին, եթե մարդիկ նայում էին եւ շատերին թվում էր թե Նորոն ուղակի այստեղ եկել է ցույց տալ իր գեղեցկությունը, որտեղ Նորոն իրականում եթե չլիներ ամուսնացած եւ 2 երեխա չունենար, գուցե լիներ Հայաստանի ցանկալի փեսացուների լավագույն 400-յակում։ Իսկ դες գովում ես զգացի որ մի բան չի կարելի գովել։ Զգացի որ շատ եմ գովում։ Շատ ցելում եմ, մեկ էլ են գովում։ Բարձրացան հասկացար որտեղ է։ 400-յակն է վատ չի, իրականում շնորհակալություն։ Նորոն այս ամբողջ ընթացքում այս թանկանոց բացովի կոմպյուտերով հարցեր էր գրում, որոնք գեներացվել են ձեր խոսակցություններից, ձեր պատասխաններից եւ հիմա ժամանակն է որպեսզի մենք տանք այն հարցերը, որոնք ստեղծվել են հենց տեղում։ Ամեն ճիշտ պատասխանը 200 մեգաբայթ։ Վաու։ Բա։ Եթե պատրաստ եք, միանգամից առաջին հարցը Մաշային։ Որ թվականից է սկսել դասավանդել մանկավարժականում Լիլին։ 2009։ Ասեց 7-ին ավարտել եմ, 9-ին արդեն սկսել եմ դասավանդել, ճիշտ է։ Ճիշտ։ Կարաս Մի րոպե։ Եթե 9 ես ասում, կարաս սխալ լսած լնես։ Այդ այնց հուշեմ։ 2005։ 200 մեգաբայթ։ Հարց Սիմոնին։ Ինչպես էր գնում ինստիտուտ Լիլին որպես դասախոս։ Բան չի փոխվել իմ կյանքում։ Չէ, փոխվել է։ Չէ, փոխվել է։ Քո Այսօր փոխված է։ Այսօր փոխված է։ Այսօր է ձեր։ Ընդհանրապես դու ինձ շատ ես տեսել։ Ես Կա չի չկա, հասկացա։ հա։ Չէ։ Ռոկե Ռոկե Լավ։ Սեղանին նստած։ 3 Ոնց էր գնում։ Լիլին ասեց մտանես դեկանը 2 1 Ճղճղված ջինսերով։ Ասեցին մեկ ասեց արդարը։ 200 մեգաբայթ Սիմոն։ Արդարը ժողովուրդ։ Հարց Լիլին, ըստ Սիմոնի, ինչպես էր Նորոյի հարևանի անունը։ Ըստ Սիմոնի։ Ըստ Սիմոնի։ Ըստ Սիմոնի։ Կողքի շենքում է, բայց։ Գրիգոր։ Ասել է այդ։ Էդ էլ է ասել։ Բայց այն առաջի պատասխանը չէ։ Բայց ճիշտ է Չէ, պատասխանը։ Գրիգորը։ Գրիգոր ու Արմինեն, չէ՞, Արմինեն ճիշտ է էր ասել։ պատասխանը։ Okay։ 200 մեգաբայթ։ Հարց Մաշային։ Ինչպես էր Սիմոնի սիրելի ուսուցչու անունը ըստ Լիլիի։ Ես էլ չեմ։ Սաֆարյան նշվեց, կարծեմ էլի։ Սաֆարյան շատ նշվեց, բայց սա ուրիշ հարց է, Քավլիցի։ Մի րոպե։ Ես էլ չեմ հիշում։ Մի րոպե։ 3 Ոնց որ էլի էյով էր։ 2 1 Ոչ։ Աշխեն։ Ճիշտ է։ Ես Որովհետև շատ հեռու էի։ Հարց Սիմոնի։ Հարց Սիմոնի չէ, հարց Սիմոնին։ Ըստ Մաշայի ազգագրական ռադիոյի երգչու անունը ինչպես էր, խնդրում եմ նշել ամենավերջին հնչած անունը։ Ես էլ չեմ հիշում։
Ես հիշում եմ ոնց ասել եմ։ Նունիկ չասեց, այլ ասեց։ Ամենավերջինը։ Հա։ Դե լավ շատ հեշտ է, հիշի։ Դեռ եկել է ոնց արժուն։ Ամառային աղցանի մեջ կար։ Կարմիր։ Իբր չի։ Ես մտայի գցում բռնում, գցում։ Սենց ակնայդ ոչ մի։ Լո։ Այո, մի բան կանեք ֆիքսեք էս բավոր։ Կարմիր ցույց է տալի լոն հիշելա մնացածը չի կարող հիշի։ Լո։ Իշ կլնի։ Լոլի։ Կարող է լովարունգ։ Լովարունգ։ Լալոլիկ։ Ֆրանսերը։ Պատասխան լոլիկ։ Լոլիկ, այո։ Լոլիկ։ Այո, լոլիկ լալան 200 մեգաբայթ։ Հարց այժմ Լիլին։ Ըստ Գրիգի որտեղ է նորոն գրում այս երեկոյի հարցերը։ Հստակ ձևակերպում կար, որտեղ։ Տանը, չէ, այստեղ նստած։ Թանկանոց։ Չէ, որտեղ։ Հա? Թանկանոց, ծալվող, Այ, Կարա բացովի փակովի։ Բացովի Փակովի, Բացովի, փակովի, խփովի, վարովի։ Բայց բոլորով բայց այս հարցի պատասխանը եկան։ Լավ։ այս ընդունում ենք։ Պատասխանը ընդունում ենք, պատասխանը Թանկանոց բացովի կոմպյուտերի մեջ էր գրում։ Այս փուլի վերջին հարցը Մաշային։ Ինչ է ներկայացման գլխավոր հերոսի անունը ըստ Լիլի, որ Ֆրանկ էր բարձվեց, բայց ինչ է։ Ֆեդերիկ, նաև Ֆաբրիցիո տարբերական չէ, ճիշտ պատասխան։ Եվ այսպես հարց Սիմոնին, ինչու չէր լսել Մաշան ռադիոյի ձայնը ըստ Մաշայի։ Նա ես գիտեմ։ Խշխշոց էր գալիս։ Խշխշոցի պատճառով Սիմոն 2 մեգաբայթ։ Սիմոնի հարցերը հեշտ է։ Եւ վերջին հարցը այս փուլի Լիլին, ըստ Սիմոնի ինչ տեսքով էր դու գալիս դասի։ Կարճ յուբկայով։ Կարճ յուբկա հեշտ է, այս ուղղակի։ Այս ուղղակի է կապ չուներ։ Այս ոչ ասեք։ Բայց ասեմ ինչի է ճիշտ, որտեղ ես երբեք կարճ յուբկա չեմ հագնում, շատ տարօրինակ էր, որ ինքը տենց։ Դու ոնց ես այդ ձև հիշում ես։ Ոնց ես տեսել։ Այդ ես էի հուշում իրան սխալ։ Երկու աստղում տենց եմ Վասիլ տեսել։ տղա ջան։ Աստղում կարճ յուբկայով է տեսել։ Երկու աստղում այդ ես չեմ, այդ երկիչն է։ Ոնց մի վարկա երկիչ, տեսքամ վաններ կարճ յուբկա։ Չէ, այդ կերպարն է, եթե կարճ յուբկա։ Դե ինչ ամփոփենք երկու փուլերի միավորները եւ այսպես Մաշա Մնջան 600 մեգաբայթ։ Սիմոն 700 մեգաբայթ։ Լիլի Էլբակյան 700 մեգաբայթ։ Լուրջ է։ Լուրջ է ասում։ Սա նորմալ էր շոկային։ Որտեղ Մաշան Որտեղ հուշում է։ Մաշան հուշում է։ Տպավորություն է որ Մաշան բոլոր հարցերին ճիշտ է պատասխանում, բայց ինքը ճիշտ է պատասխանում բոլորի հարցերին։ Այո։ Այ բայց ես գիտեի ամենաշատը Մաշան է հավաքել։ Դե ինչ ասան երրորդ փուլ իմ եւ Նորոյի սիրած փուլն է այս փուլը ձայնային հաղորդագրություն միանում է ձայնային հաղորդագրություն պետք է հիշեք ինչ եք լսել վիդեո հարց միանում է վիդեո պետք է հիշեք ինչ եք տեսել եւ լսել եւ իհարկե Նորո GPT ես տալիս եմ Նորոյին հարցեր Բնական բանականություն։ այո արհեստական բանական շատ արհեստական բանականությունը պատասխանում է ինչ ուզում է դուք փորձում եք հիշել այդ ամեն ինչը ըստ մեր խաղի կանոնների Առաջին ընտրելու իրավունք ունի ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը, այս դեպքում Սիմոնը եւ Լիլին են։ Դուք ձեր մեջ որոշեք ով առաջինն է։ Ես աղջիկն եմ, չէ, ես որոշ։ Ես աղջիկ եմ ազատ, ես աղջիկ եմ Նազունի։ Ես ուզում եմ Նորո GPT ընտրել արդեն։ Լիլին, երկրորդ ընտրում է Սիմոնը, ձայնային կամ վիդեո հարց։ Վիդեո։ Ձայնային է մնաց Մաշային։ Բա այս է որ ասում եմ կյանքը զեվի բանա ասեր քաղի ուշում է իր ակտիվ օրը ընտրեցին չարցեցին մտ Մաշճան բա դու ինչ կուզես Էդա դա կյանքը առաջին փուլը խաղում է Լիլին եւ այսպես Նորո GPT եւ այսպես առաջին հարցը որն է երկիր մոլորակի բնական արբանյակը Վեներա։ որն է վերջին լսածդ նախադասությունը Թունք 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 սահուր։ որն է ամենասիրելի քո ներկայացումը Վաղորդյան Աստղալուսինը։ Առավոտյան որ նայում ես հայելուն առաջի բառը որ գալիս է մտքիդ Ջոն, իսկ առաջին նախադասությունը Ջոնի ջան։ Ինչ էր Նորոյի անունը օդնոկլասնիկի կայքում Իրականում չեմ ասի իրականում, բայց ասա չեմ ասի։ ասա մի Սիմպո տղա Սիմպո մальчик ում սիրում է մի ֆուր աղջիկ։ լավն է։ Եթե դու հորիներ դպրոցական առարկա որ առարկան կլիներ դա Ֆիզիոթերապիա։
Եթե թույլողակից դուրս մնայիր, ինչ կասեիր որպես վերջաբան։ Ես իրական գիտեի, որ 16000 կիլոջոուլ է, ուղղակի այդ բանը լարվեցի, դրա համար չասեցի։ Շատ լավ։ Եվ այսպես 3 հարց, ամեն ճիշտ պատասխանը արդեն այս փուլում ձեզ կտա 300 մեգաբայթ։ Եվ այսպես, առաջին հարցը Լիլիին, տակ-տակ հարցերը եկան։ Որն է երկիր մոլորակի բնական արբանյակը ըստ Նորայրի։ Վեներա։ Վեներա 300 մեգաբայթ։ Ճիշտ է։ Որն է Նորոյի առաջին նախադասությունը, երբ տեսնում է առավոտյան իրեն հայլու մեջ։ Թունգ-թունգ։ Չէ։ Չէ։ Այդ վերջին լսածս էր։ Այդ վերջին լսածն է։ Ջան։ Այդ բառն էր, բայց նախադասությունը։ Ջան, ասես նախադասություն չգիտես։ Ասես ջան։ Երկու բառ։ Ջան։ Էդ էր։ Առաջինը ջան, Ջան։ երկրորդը ընդամենը մի քանի տառա պետք է արդար լինենք ու Ջանի։ Ջանի, ճիշտ է պատասխանը 300 մեգաբայթ։ Եվ վերջին հարցը ինչպես էր Նորոյի անունը օդնոկլասնիկի կայքում։ Սիմպո տղա, ով ունի լիքը մի րոպե, Սիմպո մալչիկ, ում հետևից մի ֆուռ աղջիկ ինչ որ։ հետևից է չգիտեմ։ Մալչիկում հետևից մի ֆուռ աղջիկ է։ Այդքան էլ լավ անուն չի անկել։ Մի քիչ հետևից չէր։ 3 Մի ֆուռ աղջիկը հիշում եմ։ Սիմպոն էլ եմ հիշում, տղա։ Սիմպո մալչիկը ճիշտ է, մի ֆուռ աղջիկը ճիշտ է։ 2 Ում 1 ուզում են մի ֆուռ աղջիկ։ Չէ, ում սիրում են մի ֆուռ աղջիկ։ Շատ կարևոր է ուզելու եւ սիրելու մեջ Դա ուզելը որ գնաս, ընկերոջս կբերի իր անունները։ Սա համարը լրիվ։ Բայց երկու ճիշտ պատասխան 600 մեգաբայթ Լիլի Էլբակյան, մենք այս փուլում ավելի լուրջ է դառնում պայքարը, հերթը Սիմոնինն է, վիդեո հարց է ընտրել Սիմոնը։ Եվ այսպես առաջին հարցը Սիմոնին, անգլերեն մինչև քանիսներ գնում հաշվարկը։ Մինչև 10։ Մինչև 8։ Ես ոնց 7-8-ը հիշում եմ, բայց 9-ը չեմ հիշում։ 300 մեգաբայթ Սիմոնին։ Երկրորդ հարցը, քանի հորիզոնական շարքով էին մարդիկ տեսահոլովակում։ 8 Չէ։ 5 շարքով էին նստած։ 5 շարքով էին նստած։ Եվ վերջին հարցը, ինչ էր տեսանյութի առաջին պլանում դրված գետնին։ Աջ անկյունում ավելի շատ։ Ես գիտեմ։ Տեսախցիկ կամերան։ Չէ։ Ես էդ էի հիշում։ Չէ, հուշակ չենք հաշվի։ Չէ։ Չենք հիշում։ 3 Բան էր, որի վրա դրվում է տեսախցիկը։ 2 Դա եւս կար։ Դա երկրորդ պլանն էր։ Երկրորդ պլանը դա դրված էր։ Մարդիկ երրորդ պլանում էին։ Իսկ առաջի պլանում։ 3 2 կողմի 1 վրա։ Մենակ այդ եմ տեսել։ Աջ կողմի վրա։ Գրիկ չունենք պատասխան։ Սենց աջ կողմի։ Ստվարա թխվե արկղ։ Այո։ Արկղ։ Տենց բան կա։ Այնց դիմաց արկղ էր։ Խնդրում եմ, եթե չեն հավատում, միացրեք Միացրեք, խոսքը։ Միացրեք, խնդրում եմ։ Վստահում ենք։ Այն արկղը։ Դե բա։ 5 6 7 8 Վեր, հավատացեք։ Բայց շարքերը 5-ն են։ Այս ընթացքում հաշվել եմ Հինգը բոլոր 9-ի։ մասնակիցների թվերը։ Ահա։ 9 հոգի սենց Այո, են 5-ին կանգնած, 5 սենց։ Սիմոնին ծափարեն 300 մեգաբայթ։ Եվ առերեսվենք այժմ ճշմարտությանը, Մաշա ջան, եթե պատրաստ ես ձայնային հաղորդագրություն հատուկ քո համար։ Ուրեմն Գուգո ջան, ներկայանամ ոստիկանությունից եմ, լեյտենանտ Մամիկոնյանը։ Լավ կատակ եմ անում, իմեջով եմ գրում նեշի հավատալու էր։ Լսի ուզում ենք երեխեքով գնանք քաղաքից դուրս 16 օրով։ Ես, դու, Համոն, Մարին, Լիլին ու Արտակը։ Գնում ենք Դիլիջան, հետո Ստեփանավան։ Վերջում էլ Աղվերան ենք գալիս Քերուս լաբրենտի մոտ։ Բանալիները տվել է մոտս համել 4 օրից Արտակի ծնունդն է 32 տարեկան է դառնում,
հենց այդտեղ էլ կնշենք։ Որոշել ենք մարտը 15000 փող հավաքենք ու իր ուզած լողավազանի աբոնեմենտ առնենք 3 ամսվա։ Ինքը կապույտ լոգանքում է կարծեմ գնում։ Դու պատասխանատ արագ ասա, որ այսօր գործի տեղից 3:30-ի կողմերը դուրս գամ գնամ առևտուրը անեմ։ Դրա համար էլ մարտը 47000 ենք հավաքում։ Արագ ասա, եկել են դեղին սպորտային շորերով չգաս էլի։ Համարը ժամը 3-ին դուրսը գործ ունենալուց հետո ամենաչսիրածս բանն է։ Ես հետ եմ պատտվում։ Մաշ տանում ես այսպեսի երկար ձայնային հաղորդագրություններ։ Որը անգամ երկուսով եմ լսում ու մեկը էլի բան չեմ հասկանում։ Իսկ դու շատ երկար ուղարկում ես։ Առաջի հարցը ուրեմն շատ արագ պետք է տանք։ Դե առաջին հարցը ուրեմն արագ։ Քանի օրով էին ցանկանում գնալ քաղաքից դուրս։ 300 մեգաբայթ։ Իսկ մա հիշողությունը 15 վայրկյան է, պետք է արագ տեղավորել։ Արագ հարցերը։ Ինչ էր ձայնային հաղորդագրության հերոսի քերու անունը։ Մի րոպե։ Ստեփանավան Տիկնային ճիշտ է, այդտեղ էր իր քերին ապրում։ Կիսապաս լուսամուտը դառնում արդեն։ Քերի։ Քերուս, այս ինչի դաչան պետք է գնանք։ Դուք իսենց քերի անուն ունի, էլի։ Համեմունքի նման է, նման է։ Լավրենտ։ Լավրենտ։ Այո։ Լավրենտի լիստ, հա։ Լավրենտի լիստ։ Մոշա լավելի մոստը համեմունքի նման է։ Մաշային ծափարը 3 մեգաբայթ։ Եվ վերջին հարցը այս փուլի։ Ինչ էր Արտակի այցելած լողավազանի անունը։ Վահա, կապույտ։ Ինչ։ Կապույտ, ինչ կարա լինի։ Լողավազանը կարա։ Ահա, բայց լողավազանում ինչ Ոնց բրենդի անունը ուրիշ էր։ կապույտ Լոլիկ, վերադառնում եք։ Լոլիկ, հիմա չասեմ լոլիկը։ Հիմա չասեմ։ Լողիկ։ Կապույտ։ 3, 2, 1։ 3, 2, 1 Կապույտ լոգանք։ Ես Այդպես էր կոչվում այդ վայրի անունը 600 մեգաբայթ։ Աշնավասակետ եւ ապրեք։ Ամփոփում ենք միավորները, որպեսզի հասկանանք, որ երկու մասնակիցների հետ ենք մենք անցնում դեպի եզրափակիչ փուլ եւ այսպես Մաշամն ջան 1200 մեգաբայթ Այս փուլի համար ընդհանուր գլոբալ ամբողջ քո կյանքում մեր նախագծում վաստակել ես 1200 մեգաբայթ։ Ստացի հիմա չհիշեցի անգամ։ Սիմոն 1000 մեգաբայթ եւ Լիլիել Բակյան 1300 մեգաբայթ։ Ամենյա միավորի վրա զարմանում է այսենց, բայց սա տակտիկա է, բայց պետք է ամփոփենք ցավոք սրտի մեր խաղը լքում է Սիմոնը այս փոլում, բայց դա ունի իր առավելությունը, ավելի երկար կպատրաստես երկու աստղին։ Իսկ մենք իրանց կզբաղացնենք ավելի երկար վերջին խոսքը Սիմ ջան։ Շնորհակալություն ձեզ, ես մաղթում եմ հաջողություն իմ ընկերներին, այնպես որ կարող է Սիմոնը նստի մնա։ Հիշողությունը։ Չխաղա, բայց Ես ձեզ հա թակուն մեղրաջուր կբերեմ։ Եթե ուզում ես կարաս դու կանոն փոխես այն Սիմոն։ Ուզում ես Սիմոն։ Ինչ։ Մնաս առաջակում մնաս, բայց ուշես մեզ։ Չէ, ու չհուշես։ Սենց նստեմ։ Հետաքրքիր չի եղես այս Քո բանը։ աուրայով այստեղ մնաս։ ոնց հարմար է։ Նամանավանդ Սիմոն ունի նվեր, Մանավանդ հա։ մեր կողմից ռետրո մրցանակ ունի, Tetris, որը իդեպ միացրու, ինքն միացնես։ Հիշում ես, ունեցել ես։ Աշխատում է փաստորեն։ Բայց շատ շուտ։ Միացավ։ Ահա։ Այո։ Լավ, դες խաղամ Ուզում ես դու խաղաս, մենք շարունակենք։ Դե ինչ կհանդիպենք եզրափակիչ ջան։ Առաջին ալիքի եթերում հիշաչար երեկոն է եւ այսօրվա մեր հյուրերը երկու աստղի իրենց փորձերից կտրվել են եւ եկել են որպեսզի այստեղ Tetris խաղան։ Եզրափակիչը պետք է ուշադիր լինել ամեն ինչ ինչ տեղի է ունենում։ Ես ոչ մի չեմ ասում, պարզապես այս բայց սկսած ուշադիր հետևեք։ Գնացի։ Ես հասկացա ինչի է փոխվել մյուս հաղորդավար։ Բարև ձեզ։ Ողջունում եմ հարգելի տաղանդի երկրպագուներին, ինչպես արդեն հասկացաք, տաղավարում եւ ձեր բոլորի սրտում դերասան, ռեժիսոր եւ պարզապես հանճար Փարիկ Իգիթի Սարդարյանն է։ Գարեգին ջան, ձեր թույլտվությամբ նստեմ այս անտաղանդի աթոռին։ Նստեք։ Ես համաձայն եմ անտաղանդի հետ։ Ուզում եմ հակիրճ ներկայացնեմ ձեզ իմ ինքնական սագրականը։ Վստահ եմ բոլորիդ քաչ հայտնի այն, բայց միևնույնն է կլինեն ինչ-որ փոքրահոգի ճղճիմներ, որոնք չգիտեն դա։ Ես ծնվել եմ 1981 թվականին, հոկտեմբերի 36-ին, այո։ Մանկությունս անցեմ կանցել Ծաղկալիչ քաղաքում, հետո դպրոց բան եմ գնացել, բայց այդ հետ մի խոսքով այնուամենայնիվ Քավլիցի ինձ հրավիրեցին իմ Անդրանիկ նրանից նրան ֆիլմում, որը նկարահանված էր 4:3 ֆորմատով,
ֆիլմի տևողությունը մոտ 45 վայրկյան էր, որոնցից 16 վայրկյանը ենթագրերն էին Քավլիցի։ Ֆիլմում կերտել եմ Աթոռի կերպարը, Աթոռի կերպարը մոտ 5 ամիս պետք էր ինձ, որ ես կարողանայի տրամադրվել այդ կերպարին, իսկ դրանից հետո մոտ 4 տարի չկարողացա դուրս գալ Աթոռի կերպարից, չնայած Քավլիցի արդեն բժիշկները եւ հոգեբաններն աշխատել են իմ հետ եւ ես արդեն ինձ որպես սեղան եմ դիրքավորում։ Նկարանվել եմ նաեւ անձրևային ճիճուներ, Փայտ Փորիկի երազը, Գլադիատոր եւ Տատիկի վերջին վայրսը Լավ, հերիքա էլի, եթե կարելի է հերիքա, որովհետեւ մնացած բոլոր ձեր ֆիլմերը անգիր գիտենք, ճիշտ ասած, պարոն Սարդարյան։ Եկեք ընդհատենք ձեզ։ Շնորհակալություն։ Հանճարներ, այստեղ այս փուլում ամեն ճիշտ պատասխան ձեզ կտա 400 մեգաբայթ, բայց առաջարկում եմ ձայն հանող ագրեգատները փոխանցես մեր հյուրերին։ Մենք ունենք երկու երաժշտական գործիքներ, սա ես տալիս եմ քեզ, սա խնդրում եմ փոխանցեք Մաշային։ Փոխանցեք Մաշային։ Ինձ մի խանգարեք էլի։ Եկեք լսենք Մաշա Մնջարյանի գործիքի ձայնը։ Տաղանդ, բնատուր տաղանդ։ Հիմա Լիլիինը։ Եվ լսենք առաջին հարցը, առաջին ձայնային ազդանշանը հանած մասնակիցը կստանա հնարավորություն պատասխանելու Ես շատ ուշադիր կվերահսկեմ Քավլիցի։ Հարցին, իսկ ամեն ճիշտ պատասխան այս փուլում 400 մեգաբայթ։ Եվ այսպես, որ ամսվա որ օրներ ծնվել մեր Հանճարը։ Մաշա։ Հոկտեմբերի 8։ Հոկտեմբերի 8 չունի 8։ 32։ Դա չգիտեմ։ Լիլին ունի պատասխան։ 36։ 36-ը ճիշտ է։ Լիլի լսած մի անգամ ճիշտ ասած 400 մեգաբայթ Մաշա եկեք։ Բայց ամենակարևորը այս թվականը նշվում է որպես վերածննդի դարաշրջանի այս 81 թվական։ 81 ասեց, այո, թիվն է։ Հոկտեմբերի 36-ին է։ 800 գիգաբայթ։ Հասկացանք։ Հաջորդ հարցը։ Ինչ էր մարմնավորում մեր հերոսը իր առաջին ֆիլմում։ Աթոռի կերպար։ Աթոռի կերպարը։ Մենք կմարմնավորեք, եթե կարելի է։ Բայց չմտնեք դերի մեջ երկար մնաք։ Հիմա, քանի որ հիմա սեղանի կարգավիճակում եմ, հարթա ինձ, սեղանը Աթոռը պետք է մի քիչ հավատում եք, չէ՞ որ Աթոռը իր սեղանը որ կարում եմ, Աթոռը կարամ ու կարամ։ Ստանես ասեց հավատում եմ, ասեց հավատում եմ Աթոռը։ Հետո որ կանգնեցի ասեց վաու։ Եվ այսպես ինչ ֆիլմերում է խաղացել մեր հերոսը, նշեք գոնե երկուսը։ Օվոսարես։ Եկեք մեկը ես, մեկը Լիլին։ Գլադիատոր ես։ Գլադիատորը ես եմ հիշում։ Մի հատ էլ Տատիկի վերջին վալսը։ Այո, Տատիկի վերջին։ Արժեք կիսենք միավորները։ Գլադիատորը ընդունենք որպես Լիլի, պատասխան։ 150, 200 ընթացքում որպեսի ձանձրալի չլինի Սիմջան լավ ես։ Եվ այսօրվա վերջին հարցը եզրափակչի, որքան էր նրանից նրան ֆիլմի տևողությունը հստակ։ 3-4 45 վայրկյան։ 400 մեգաբայթ։ Բրավո։ Եվ վարպետ կարծում եմ ժամանակն է որպեսզի ամփոփենք միավորները։ Պավլիցի։ Լիլի Էլբակյան 1500 մեգաբայթ։ Եվ այսօրվա խաղի այնուամենայնիվ հաղթողն է դառնում 2600 մեգաբայթով Մաշա Մնջոյան, եկեք ծափարենք։ Բրավո։ Մաշայի հետ մենք կհանդիպենք սուպեր եզրափակչում, բայց մինչ այդ Լիլիջան սկսում եմ վերցես նաև այս տետրիսը, որը սա քո մրցանակն է, արդեն Սիմոնի հետ կարող եք միմյանց հետ մրցել եւ քո վերջին խոսքը։ Շատ հավես էր։ Մաշ ջան, եզրափակչի հարցը մեկ հարց սուպեր մրցանակի համար, սուպեր մրցանակն է տետրիս չի, պետքա ուշադիր լինես։ Լավ բան է։ Եվ այսպես հարցը զանգա գալիս Սիմ ջան վերցրա, այդպեսի տեն զանգում։ Հարցը հնչում է այսպես. ամբողջ երեկոյի ընթացքում Նորոն նստած էր այնտեղ, պարոն Սարդյանը չէ, Նորոն։ Նորոն ամբողջ երեկոյի ընթացքում նստած էր ժամացույցով, քեզանից հասնում է հիշել ինչ գույն էր այդ ժամացույցը։ Բայց դժվար հարց։ Քին, այո։ Փայլում շողշողում էր իմ ժամացույցը, այո։ Հաստատ ժամացույց կար։ Այո, գրպանում սա հենց հիմա։ Ուրեմն ոսկեգույն, բայց մուգ շագանակագույն Կարող ուղղակի մաշվել է, բայց ճիշտ է պատասխանը սկզբից ոսկեգույն։ Ոսկեգույն։ Շրջամրցանակը չէ, խնդրում եմ։ Բրավո, այո։ Փաստորեն ամբողջ եթե ընթացքում աննկատ է քո ժամացույցը։ Բայց իրականում ասում ոչ։ Գրիգ, ես էլ հաշվում եմ, քանի կոճակնա քանդած, որ շալ։ Ես էլ քանդած 5 ժամ դրա վրա եմ Տակի մայկայով։ դարձնում։ Եկեք Մաշային բարձր ծափարենք։ Ֆանտաստիկ։ Իմն հաղթել եմ Մաշային։ Այլ հարցեր չունեք։ Ֆանտաստիկ իջեցություն ես դու։
Սա Մաշայի մրցանակն է, այս երեկոյի ընթացքում վաստակել ես խնդրեմ պարոն Սարդան, դուք որպես դերասան դուրս գաք սեղանի կերպարից եւ ավելի շատ որպես Ծափերը 1 2 Հանձնեք Մաշայի ռետրո մրցանակ, որը մեր հիշողության մեջ է, Մաշա ջան, հանես որ հերթությունները եւս տեսնեն քո մրցանակը։ Գա, այո, ինքնիանալ ստավը։ Մաշան վերջին խոսքը։ Վինտաժը ճիշտ է։ Այո։ Իմ վերջին խոսքը հավատացեք ձեր ուժերին։ Դուք սկլերոզ չունեք, դա ձեզ միայն թվում է։ Շնորհակալություն մեր այսօրվա ամենաընկերական եռյակին եկեք։ Ֆանտաստիկ է։ Արի ես ու դու էլ մեր կողմից մեր մասնակիցներին հաջողություն մաղթենք նաև երկու աստղի շրջանակներում, որ իրենց բոլոր ցանկացած ելույթները լինեն ամենալավ ելույթները ձեզ։ Հիշաչար երեկոները առաջինի եթերում մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ տեսություն։ Պարոն Սարդան, ձեր ստորագրություն եթե կարելի է։ Ես լքում եմ այս տաղավարը։